Հարգելի գործընկերներ, այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի իսկ այնուհետև խորհրդի նիստերը։ Կուսակցության նախագահը գործադիր մարմնի անդամներին ներկայացրեց վարչապետի թեկնածուին, գործադիր մարմինը հավանության արժանացրեց, իսկ այնուհետև խորհրդի նիստում քննարկեցին եւ միաձայն ընդունվեց գործադիր մարմնի հավանությունը եւ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ է առաջադրվում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը։ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը երկար ժամանակ քննարկվել է եւ նախագահը քննարկում իրականացրել է ոչ միայն Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի հետ, այլ նաեւ հանրության ներկայացուցիչների հետ, տարբեր քաղաքական կուսակցությունների լիդերների հետ, հասարակական գործիչների հետ եւ այսօր մենք կարծում ենք, որ այո, պարոն Աբրահամյանը հաշվի առնելով թե նրա անցած ուղին, թե նրա կուսակցական ծանրակշիռ դերակատարումը կարող է եւ պետք է իրականացնի այն խնդիրների լուծումը, որոնք այսօր ծառացած են մեր հանրության առջեւ։ Եվ կան մի քանի առաջնահերթություններ, որի մասին ես կուզեի խոսել, դա այն է, որ կառավարությունը պետք է իրականացնի շարունակական բարեփոխումների քաղաքականություն, մենք չպետք է գնանք նախկին կառավարությանը քննադատելու ճանապարհով, այլ պետք է նախկին կառավարության ձեռքբերումները շարունակենք, պետք է իրականացնենք կրթական, մաքսային եւ հարկային այդ բարեփոխումների շարունակականությունը, բնականաբար կարևոր օրակարգային հարց է մաքսային միության անդամակցումը եւ մենք ունենք շուրջ 60 օրենսդրական նախաձեռնություն, որը պետք է նաեւ վավերացնենք ազգային ժողովում եւ այստեղ կառավարությունը պետք է ավարտին հասցնի նախորդ կառավարության իրականացրած գործառույթները եւ եւս մեկ անգամ վերահաստատել ենք այն դիրքորոշումը, որ պետական բյուջեն անձեռմխելի է եւ որևէ կաշառքի կոռուպցիոն ռիսկ չի հանդուրժվելու։ Դուք տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը այս օրերի ընթացքում իրականացրել է քաղաքական կոնսուլտացիաներ տարբեր քաղաքական ուժերի հետ եւ ես նախորդ նիստի ժամանակ էլ ասացի, որ սպասում է եւս մեկ անգամ հանդիպում Հայ հեղափոխական դաշնակցության եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարների հետ։ Պետք է նշեմ, որ կոնսուլտացիաները շարունակվում են, այսինքն քննարկումները եւ մեր կարծիքը հետեւյալն է։ Մենք պատրաստ ենք որպես քաղաքական մեծամասնություն կառավարության մեջ ընդգրկել մեր գործընկերներին, բայց դա կարող է լինել մասնակի պատասխանատվությունից մինչև ամբողջական պատասխանատվություն, բայց դրա որոշողը թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է եւ թե Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ քանի դեռ օրենքով սահմանված կարգով մենք դեռ ունենք բավարար ժամանակ, որպեսզի կառավարությունը ամբողջական կազմավորվի, մինչև այդ թե Բարգավաճ Հայաստանը կարծում եմ եւ թե Հայ հեղափոխական դաշնակցությունը իրենց կարծիքները կներկայացնեն։ Մանավանդ որ արդեն մենք վարչապետի թեկնածուի անունը տվել ենք, այսօր Հայաստանի Հանրապետության նախագահը կիրականացնի իր սահմանադրական լիազորությունները եւ կվավերացնի որոշումը։ Եթե քաղաքական կուսակցությունը անդամագրվում է կոալիցիային, նա կրում է ամբողջական պատասխանատվություն։ Բայց մեր նորագույն պատմությունը նաև ունի օրինակներ, երբ որ քաղաքական կուսակցությունը չի կրում ամբողջական պատասխանատվություն, բայց նրա կողմից առաջադրված կամ նրա այդ կուսակցության անդամներից 1, 2 կամ 3-ը մտնում են կառավարություն, դառնում են կառավարության անդամ եւ կրում են կոնկրետ ոլորտային պատասխանատվություն։ Ազգային ժողովի նոր նախագահի մեր թեկնածուի անունը այսօր կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերի ընթացքում քննարկում տեղի չի ունեցել։ Մենք դեռ ունենք ժամանակ եւ մինչեւ ազգային ժողովի լիագումար նիստը, որը տեղի կունենա ապրիլ 28-ին, մենք կհավաքվենք, կքննարկենք եւ ձեր դատին կներկայացնենք որևէ անուն ազգանուն չի քննարկվել, եւ մենք այդ հարցը դեռ չենք քննարկել։ Երբ որ կքննարկենք, մենք ձեզ կներկայացնենք։ Տեղեկացնեմ ձեզ, որ Տիգրան Սարգսյանը շարունակելու է իր ծառայությունները Հայաստանի Հանրապետությանը եւ նա շարունակի իր աշխատանքները դիվանագիտական աշխատանքի մեջ։ Նոր վարչապետին Հովիկ Աբրահամյանին քաղաքական մեծամասնությունը նախագահ Սարգսյանի գլխավորությամբ տվել է գրեթե մեծ ազատություն, որպեսզի նա իրականացնի ազատ կադրային քաղաքականություն, որպեսզի նա ընտրի ոչ միայն կուսակցական պատկանելությամբ, այլ նաև ընտրի պրոֆեսիոնալ կադրեր, բայց սակայն դա չի կարող լինել խնամի, ծանոթ, բարեկամ, քաղաքավոր սանիկ սկզբունքով։